ադրբեջանցիները ամեն դեպքում շարունակում են իրենց կոշտ հռետորաբանությունը եւ պատգամավորներից մեկը իր ճեպազրույցում ասում է, որ եթե այսպես օգոստոսի 8-ի պայմանավորվածությունները դանդաղում են, ոչ մի բան չի արվում, մենք ուժով պետք է բացենք այդ ճանապարհը։ Սահուն անցանք ձեր սիրած թեմային, ես չեմ լսել այդ պատգամավորի խոսքերը եւ չեմ կարող մեկնաբանել, անկեղծ ասած ես ինչ որ մեկի բանավոր խոսքի վրա չպետք է էլի ենթադրություններ անեմ, գոյություն ունի թուղթ, փաստաթուղթ, ստորագրված, եռակողմ, երկկողմ եւ ես հիմնվում եմ դրա վրա։ Ալիևի խոսքի համար էլ էս գրավոր պետք է բան արաման, ասում եք բանավոր խոսքը։ Ալիևը այս եթե չեմ սխալվում 3, այո, մեր խմբակցությունից Արման Եղոյանը դրել էր բան 2011 թվականի Իլհամ Ալիևի հայտարարությունը եւ էլի եմ ասում իր հիմնականում ներքին լսարանին ուղղված հայտարարությունները այդ մարդու մոտ չեն փոխվում, ես իր արտահայտությունների վրա հայտարարությունների վրա չեմ հիմնվում, ես հիմնվում եմ նրա վրա, թե երկու պետությունների ղեկավարները ինչ են ստորագրել։ Դուք միշտ ներքին լսարանին եք ասում, Ադրբեջանը լավ 30 տարի ներքին լսարանի համար ասաց այդ ամեն ինչը, բայց եկավ հասավ փաստորեն Արցախն էլ վերցրեց, ամեն ինչն էլ վերցրեց, Հայաստանի տարածքներն էլ օկուպացրեց, բայց էլի ասում եք ներքին լսարանի համար։ Նայեք, ներքին լսարանի համար ինքը կրկնում եմ, մեծամասամբ իր այն թշնամական հռետորաբանությունը, որ գործածում է, դա բոլորս էլ գիտենք, որ իր ներքին լսարանի համար է։ Դա այլ հոգեբանական պատճառներ ունի, իմ համար ես կարծում եմ, որ Իլհամ Ալիևը եւ ադրբեջանական կողմը խաղաղության այդ փաստաթղթով օգոստոսի 8-ի իմ կարծիքով այդքան էլ բավարարված չի եւ ես տեսնում եմ չբավարարված մարդու Ինչ էր ուզում որ միջանցք կոնկրետ։ Ես կարծում եմ ադրբեջանական կողմը խոչընդոտ միջանցք։ Չէ, իրանք ուզում են կոնկրետ միջանցք երրորդ պետությունների հսկողությամբ ավելի շատ իրանց դաշնակից կան մեր այդ պետությունների եւ դա չստացավ, ելի եմ ասում իմ մոտ այդպիսի տպավորություն է, որ բավարարված չեն։ Միացյալ Նահանգները երրորդ չի։ Դե հիմա Միացյալ Նահանգների ներկայությունը այդ ճանապարհին երրորդ երկիր չի։ Նախ խնդրում եմ եկեք դետալների մեջ չխորանանք, որտեղ 5 սկզբունքները պահվելու է։ Այդ 5 սկզբունքների պահվելը հենց Ալիևի կամ ադրբեջանական կողմի սրտով չի եղել։ Ես կարծում եմ եւ որովհետեւ եթե ամեն ինչ իրանց սրտով լիներ, ամեն ինչ իրանց ուզածով լիներ, խի պետք է իրանք իրավիճակը սրեին օրինակ։